Երբ որ մարդը իր ինքնությունը կապում է իր նյութական ունեցվածքի հետ, դա գոժում է մեծագույն թշվառության մասին։ Գիտության մեջ կա մի հայտնի երևույթ, որը կոչվում է Իսթերլինի պարադոքս։ 1974 թվականին տնտեսագետ Ռիչարդ Իսթերլինը ուսումնասիրեց եկամտի եւ երջանկության կապը։ Նրա հիմնական եզրակացությունը սա էր. որոշ մակարդակից հետո եկամտի աճը ավտոմատ կերպով չի նշանակում, որ մարդը երկարաժամկետ ավելի երջանիկ է դառնում։ Այն բացեց շատ կարևոր մի հարց. ինչու մարդը ավելի շատ ունենալով միշտ չէ որ ավելի բավարարված է դառնում եւ ավելի երջանիկ էլ չի դառնում։ Այս հարցին մոտ է նաև հոգեբանության մեջ հայտնի հեդոնիկ վազքուղու գաղափարը։ Ձեռքբերումը սկզբում ուրախացնում է, հետո ուղեղը սովորում է դրան եւ այն այլևս նույն ազդեցությունը չի ունենում, այսինքն այդ ձեռքբերումը որոշ ժամանակ անց այլևս չի երջանկացնում, չի ուրախացնում մարդուն։ Այդ դրա համար մարդը սկսում է երանի տալ իր անցյալին, իր պարզ կյանքին, որովհետեւ թեպետ շատ բաներ է ձեռք բերել, բայց կորցրել է խաղաղությունը։ Սա շատ նման է վազքուղու վրա վազելուն։ Դու վազում ես, քրտնում ես, հոգնում ես, բայց նույն տեղում ես մնում։ Մարդը մտածում է, երբ սա ունենամ, երջանիկ կլինեմ։ Ունենում է, մի քիչ ուրախանում է, հետո ուղեղը հետևյալն է ասում. լավ, հիմա հաջորդը։ Ու նորից սկսվում է վազքը։